I want to break free from your lies, you're so self-satisfied, I don't need you. Մեր տաղավարը ամեն ինչ տեսել էր, երկհողարմուշ չէր տեսել, բրավո։ Վաչն էլ չասեմ, արդեն ես Օսկարից հետո շատ Շփվում է հետներդ Օսկարից հետո։ Կլինի ռուսերեն պատասխանեմ։ Փորձիր։ Արդեն հասկացաք։ Ընտանիքի ապագան Միացյալ Նահանգներում ես տեսնում։ Ասենց ասեմ, Ու քեզ այդ թեմայով քննադատում են, որ դե ինչպես միշտ ասում են, որ երեխեքին տարավ որ չծառայեն։ It's okay, թող ասեն։ Ում ես քաշել, բայց գաղտնի գործակալ։ Արա ում չեմ քաշել, սաղին քաշել եմ։ Եկան բարեկամները շուտ տարան իրան։ Ուզում էր ընկել։ Ուզում էր հետդ կռվեր։ Չէ, ինքը եկավ տենց բանը, տենց հարբացի մեջ գիտեր թե տենց մենք իրա ծառան ենք, բան։ Եթե մենք մեզ փողումար են տվել։ Արմուշ քո կյանքի ամենաարագ կայացրած որոշումը Լուսինեին ամուսնության առաջարկություն անելն է եղել, թե ավելի հապշտապ որոշում ես կայացրել։ Ինքը շատ ուժեղ կինա, շատ ուժեղ կինա։ Ողջույն, այսօր հյուրիս որոշել էի ներկայացնել որպես դերասան, հումորիստ, ով տարիներ շարունակ մեզ գամել է էկրաններին, բայց վերջերս մասնակցել է երաժշտական մի հաղորդման եւ այսօր արդեն դժվարանում եմ նաեւ չասել որպես երգիչ, չներկայացնել որպես երգիչ նրան, Արմուշն է մեր տաղավարում, ողջույն Արմուշ ջան։ Ողջույն։ Էդ ինչ արեցիք դուք։ Ու շարունակում ենք Եվ շարունակում եք անել, այո, մենք էլ անհամբեր սպասում ենք։ Արդեն որտեվ իմ մաման էլ էր բացահայտում, որ ինքը որպես նախագիծ իմ համար շատ հետաքրքիր հայտնվել ընտեղ, շատ հետաքրքիր, չեմ վախեցել չերկելուց, չեմ վախեցել, ուղղակի շատ հետաքրքիր փորձություն է։ Ես էլ սիրում եմ փորձություններ, բանը պոկերի լեզվով ասած all-in, վաբանկ ես գնում ու արդարացվում է, գնալով արդարացվում է իմ all-in-ը։ Այսօր էլ ես փորձությունների միջով անցնելու, տաղավարում նաև 963 ռոբոտիկն է, արհեստական բանականությամբ է նա օժտված եւ մեզ հարցեր է տալու, այդ հարցերը ենթադրում են թվային պատասխաններ, մենք փորձորենք գուշակել այդ պատասխանները։ Ում թիվը ավելի մոտ կլինի, նա էլ կհաղթի։ Լսենք առաջին հարցը։ Ոնց մի անգամից խաղի մեջ ենք։ Խաղի մեջ ենք, միշտ խաղի մեջ ենք։ Քանի րոպե է տևում աշխարհի ամենաերկար երգը։ Ամենաերկար երգը, այդ ինչ արագ գրեցիր։ Դու թիվ չպետք է գրեմ մենակ։ Գիտեիր, բայց։ Չմոտավորը հիշում եմ։ Աշխարհի ամենակարճ երգը գիտեմ ինչքան է տեղ։ Beatles-ի երգերից մեկն էլ չի, նաև շատ կարճ, 24 վայրկյան է։ Չէ, կոզմ ավելի կարճ։ Հա, ինչ։ Մի հատ ռոք կա։ Բարև։ Всё։ 2 վայրկյան, այո։ 64 րոպե։ Պատտեցինք։ Հա, պատտեցինք։ 16 րոպե քո կարծիքով։ Իմ կարծիքով 16։ 53 րոպե իմ կարծիքով։ Հա։ Տեսնենք։ Աշխարհի ամենաերկար երգը Շրի Ռամչարիտ Մանասն է։ Բժիշկ Ջագադիշ Փիլլայի կատարմամբ։ Տևողությունը 138 ժամ 41 րոպե 20 վայրկյան։ Քոն ավելի մոտիկ է։ Սենց ասեմ, համարյա ճիշտ էր ասել։ Միավորի տարբերություն։ 138 ժամ։ Դե ո՞ս կարելի 138 ժամ պատկերացնում ես ինչա կատարվում։ Ինչ երգ։ Այսինքն 5 օր էլի, համարյա 5-6 օր։ 6 օր երգել է։ 6 օր։ Համարյա։ Ինչ կերգեիր 6 օր։ 6 օր կարայի մենակ ոռնա է։ Ոչ թե երգե, դեմի մի խոսքի 4-5 րոպեն կարա երգե, նրանից հետո պրոստը ոռնա է։ Արմուշ, բայց վերադառնանք երկու աստղին, ինչ անակնկալներ են մեզ սպասվում։ Կարա մի բան ասեմ, որ գնալով էլ ավելի է թեժանում, գնալով էլ ավելի նոր փորձություններ եմ հաղթարում ու գնալով էլ ավելի եմ զարմացնում թե իմ ընկերներին, Արամին եւ Գարիկին, որտեվ մենք երկար տարիներ միասին ենք եղել ու միջև այսօր իրար հետ ենք ու նրանց համար բացահայտում եմ ես խորձերության շեմին ու բանը այդպես իրանք էլ են ապշահած ժյուրի անդամները ու նաև հեռուստադիտողները որ այսքան ժամանակ իրանք այդ հարթակում ինձ չեն պատկերացրել երբևիցե ու այսօր Վիտամինում 32-ում երբևէ դրվագներ չեն եղել որ քեզ վստահվեր այդ մենակատարի դերը Մենակը չէ խմբակային եղել է խմբակային բայց եթե մենակ մեր մոտ մենակատարը դա Արամներ են Պետրին Վիտամինում որ երաշտական բոլոր համարներում ինքն էր առաջատարը մենք այնպես որպես խոր բեք վոկալ կամ ընդհանուր այնպես եթե կար ունեցել ենք երաշտական Իսկ այդ բարդ երգը որ ընտրում էր Մաշան
Մաշան որ ընտրում է, երբ որ ինքը ինձ ասում է, ես ենք անելու, ես առաջի հարց ասում եմ, հա որ, ասում է իհարկե, ասում է вообще դժվար բան չկա, ու վсё։ Այդ մաշա այդ կարճ պատասխանը, վсё, ինձ այդ հերիքա, որ ես մի անգամից հաղթահարում եմ այդ ամենը։ Գոհ ես այդ օրվա ելույթից, այդ առաջին ելույթից։ Առաջինից, ասենց ասեմ, առաջինի ավելի լավ կարայի անել, բայց քանի որ առաջի անգամ ես երգում, Գարիկի իմ ընկերը մի հատ լավ բան ասեց, ինչի դու մոմենտ մի պահ խառնվեցիր, բայց հետո մեջ ընկար։ Բառերը մոռանալու մասին էր։ Չէ, այդ բառերը առաջի տողից մեկը բառ, մեկը երրորդ տողից, բայց հետո ամենաառաջին է, երբ որ դու սկսում ես երգել, որտեվ ինքը մեջով անցել է, ասում եմ միշտ ամենաառաջի պատճառը այն է, որ դու քո ձենից քաշվում ես, ամաչում ես դու քո ձենից։ Լսում ես այդ պահին շատ խորթ է, չէ՞, թվում։ Ամաչում ես դու քո ձենից։ Ես քեզ պիտի խնդրեմ մի հատված երգես։ Չէ։ Երկրորդից։ Չէ։ Երկրորդից։ Դե լավ, այդ երկու աստղում կերգես մեր մոտ։ I want to break free. I want to break free. I want to break free from your lies. You're so self-satisfied. I don't need you. I've got to break free. God knows. God knows I want to break free. Մեր տաղավարը ամեն ինչ տեսել էր, երգողարմուշ չէր տեսել։ Բրավո, բրավո։ Այս նույն ցնծությամբ եւ համարձակությամբ մինչեւ վերջ մենք երկրպագում ենք ձեզ։ Մերսի շատ։ Իսկ հունիսի 28-ին լինելու է բանը։ Իմ մենահամերգը։ Հունիսի 28-ին ուղիղ եթերում եք լինելու, դա ֆինալն է, չգիտեմ մենք միջև այդ կհասնենք, հուսով եմ որ կհասնենք ֆինալ, բայց ուղիղ եթերում է արդեն մրցակցությունը լինելու, այնպես որ ես խնդրում եմ բոլոր իմ հետևորդներին եւ ընդհանրապես հայ ազգին, որ այդ օրը շատ ուշադիր լինեն, որտեվ հերոստատիտողն է քվեարկելու ուղիղ եթերում, որպեսզի ամենաշատ ձայները գան մեզ, որ մենք հաղթենք ես ու Մաշան։ Ընտիր, մենք միանում ենք Այո։ Արշավին կքվեարկենք, ով է քո ֆավորիտ զույգը։ Իմ ֆավորիտների մեջ ընդգրկված է Արսենները, Արսեն ջին, մեկ էլ Ասոն, որտեվ իրանք միշտ հետաքրքիր են, յուրովի են, շատ յուրովի են։ Իսկ Արամը ինչ խորհուրդներ է տվել Ետնաբեմում։ Ոչ մի։ Արամը մենակ ինձ ասել է, Արամը միշտ ամեն ելույթից հետո ասում է Ռապը չեմ հավատում, ասում ես դու ես, դա անգամ որ բանը արդեն երրորդ նկարանում էր Գարիկին որ ասեց Գարիկ քանի տարի է մենք գիտենք Արմուշին, ասում է երկար, ասում է դու գիտեր որ ինքը ցենց եկում, ասում է չէ, իմ համար է բացահայտում, մի խոսքով Այդ իմ համար նաև որ Արամն ու Գարիկը այնտեղ են, իմ համար շատ մեծ պատասխանատվություն է, շատ մեծ, որովհետև ժյուրիի կազմում Գարիկն է իմ ընկերն է, իմ հարազատն է, իսկ հաղորդավարներից մեկն էլ է իմ հարազատն է, իմ եղբայրներն են։ Ուստի ես պետքա ինձ ընես դրսևորեմ, որ հանկարծ ոչ մեկի մտքով չանցնի, որ Գարիկն ու Արամը այնտեղ են, դրա համար որ Արմուշը առաջ է գնում։ Այդ ինձ համար ավելի է պարտավորեցնում եւ ես ուզում եմ այնպես անել, որ իմ ընկերները, ովքեր որ այնտեղ մասնակցում են, թե ժյուրի, թե հաղորդավար, իրանք այդ ամեն ինչը պատվով տանեն ու հերոստատիտողն էլ համաձայն լինի, որ այո, իմ աշխատասիրության շնորհիվ է, որ ես փուլ առ փուլ գնում եմ առաջ ու գնալու եմ առաջ։ Դե ինքնավստահ անհամեստություն չի, բայց ես զգում եմ, որ ես ինչ-որ բան է բացվել մոտս, ինչ-որ շունչ է բացվել մոտս։ 1-0, շարունակում ենք, խնդրեմ, ռոբոտիկ ջան։ Որքան է կշռել ամենաթեթև քաշով չափահաս մարդը։ Չափահաս։ Օ։ Հավանաբար ինչ-որ ռեկորդային ցածր թիվ պիտի լինի։ Հակառակ դեպքում այս հարցը չէր տա։ Տրամաբանությունը, չէ՞։ Չափահաս ռեկորդային մարդը ամենաքիչ կշռող։ Ամենաքչով էդի կմահանար իմ պատկերացրած քաշով։ Ինչ 450 գրամ։ Չափահաս մարդ։ Լավ, դե շատ դաժան չեմ գտնվի, գոնե էսի մի քիչ հալ կլինի վրան էլի։ Հալ կլինի։ Միս գոնե կլինի էլի վրան։ Պատտում ենք 3-2-1 7 կիլոգրամ, իմ կարծիքով 11 կիլոգրամ։ Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ամենաթեթև քաշով չափահասը համարվում է Լուսիա Զարատեն
ով 17 տարեկանում կշռում էր 2.1 կիլոգրամ։ Պատկերացնում ես։ Երկուսը մտքովս անցավ ու ես խորացա, որ ախր այդտեղ սիրտը ոնց օրգան համակարգերը ընդհանրապես ոնց պիտի տեղավորված լինեն այդ մարմնում։ Ոնց պետք է աշխատի, էլի ոնց պետք է ապրի այդ աննորմալը։ Այդ մարդը ապրում է մի վիրավորի։ Չնայած քիչ է հավանականությունը, որ մեզ կդիտի։ Դե դա աննորմալություն է, չասեմ։ Ես ուզում եմ խաղանք դրվագ, որտեղ դու տաքսիստ ես, որը պնդում է, որ ժամանակին եղել է գաղտնի գործակալ։ Ու ոնց են պնդում, հա, դե ոնց են պատմում, որ գիմո ամբողջ կյանքս հո տաքսի չեմ քշել Ռուսաստանում են թվերին։ Հիմա այդ նույն տրամաբանությամբ համոզում է, որ ինքը եղել է գաղտնի գործակալ։ Լուրջ ես ասում։ Հա։ Բայց գաղտնի գործակալը կա համոզի, որ ինքը տենց է։ Հա, ասենք օրինակ Խորհրդային Միության օրերին գիտես Գերմանիաներում։ Գորիկ ջան, հոսախ կյանքներս բան չենք, տաքսի շոֆեր չենք, փոքր ժամանակ կստացի ասեմ, լավ բախկվոցի եմ խաղացել։ Ու մերոնք նկատեցին, որ էլի ասենք այդ բնատուր է այդ բախկվոցի խաղալը բան, ոբշեմ։ Տենց ինձ տվին գաղտնի գործակալի։ Սկսեցի գաղտնի գործակալը երեխեքը ջութակ էին գնում, դու գաղտնի գործակալի էի գնում, ասենք ընկերներս կանչում էին Մարիամ ծա Արմանին կասեք իշնի գաղտնի գործակալ խաղանք բան, այսպես էլի հասկանում ես ու տենց նկատեցին, հետո Նիկոլինը նկատեց իմ տաղանդը, մեր հարկնի կրկեսի բան, ասեց այս երեխան նատուրի որ մեծացավ, լուրջ գաղտնի գործակալ ա լինելու։ Վերջը 8-ից էլ է, ճիշտն ասած, հետո գնացի տեխնիկում Կարուձև էի սովորում, բան, բայց ընդ գյուղերով նայում էլ ով ինչ է խոսում, բան, տենց։ Ոնց որ այդ գենետիկ բանը եղել է, էլի բնատուր։ Ում ես քաշել, բայց գաղտնի գործակալ։ Արա ում չեմ քաշել, սաղին քաշել եմ, բա սաղին քաշե տարել եմ, բռնել եմ տվել։ Խոսցրել եմ, հետո քաշել եմ սաղին։ Գուրջան, այդ որ ասենք Ռուսաստան գիտես ինչքան մարդու են փուրը տվել։ Իմացել են թե բոմժ եմ, բայց իրականում գաղտնի գործակալ եմ եղել։ Հավատում եմ, համարյա հավատում եմ։ Իսկ այսօր ինձ ապահով տեղ կհասցնեք։ Այո, իհարկե։ Իհարկե, ցավը տան։ Իսկ այս ակնոցը գաղտնի գործակալի կերպարի։ Դեսի հա, որ բան անգարց բան աշկերիս այդ բաները չզգասել այդ հոգեբանությունն է, էլի որ մարդու աշկերը դե միշտ իրան տենց բան անում, չէ, ծախում ա տենց։ Համար ասենք տենց գաղտնի եմ էլ հիմա պահկված եմ էլ որ ասում եմ փոքր ժամանակ լավ պահկված եմ ասեմ միշտ աշկերը մատնում է մարդուն Հավատացիք դուք ես համարյա հավատացել եմ եթե դուք եք հավատացել գրեք կկարդանք մեկնաբանությունը եթե չեք հավատում Պուտինին Զանգեք ծանոթ բարեկամ չունեք զանգեք Ռուսաստան մի հատ էլ տատի որին հարցրել են ինչ է Wi-Fi-ը Կլինի ռուսերեն պատասխանեմ Փորձիր Արդեն հասկացաք Լսենք երրորդ հարցը Գնացինք Ամենաշատը քանի րոպե է մարդը կարողացել շունչը պահել ջրի տակ Արես վերջերս եմ Այս վերջերս էի պահել Մի րոպե Կարդացել ես ինչ-որ տեղ Հա, դաժե այդ մարդուն ցուցել են տվել Ես վերջերս է տեղ ունեցի 3 Պատտեցինք 29.5 իմ կարծիքով, Արմուշի կարծիքով 18 րոպե Լսենք Վլադիմիր Շոբատը Գինեսի ռեկորդ է սահմանել ջրի տակ շունչը պահելով 24 րոպե 37 վայրկյան Դա մոտ էի տեսար, այս անգամ մոտ էի աստղաբաշխական թվեր չէի գրել Ինչքան ես պահել շունչդ երբևէ Պահել եմ Մեր մեջ ամենաշատը, մեր տղեկի մեջ ամենաշատը պահում է Վաչեն, որտեղ Վաչեն լավ լողորդ է։ Խաղ են խաղացել լուրջ դեպքում։ Հա, Վաչեն լողորդ է իրանով ու սիրուն է լողանում, սիրում է նաև լողանալ։ Ինչքան րոպեուկես պահեցին, րոպեուկես պահեց ոնց որ թե րոպե ես իմ ինչքան, բայց ես ամենաշատը եղել է երևի մի 30-40 վայրկյան, բայց ոչ լողալով։ Այլ լողակիս է կեր։ Այդ ձև փորձություններ անելով։
30-40 վայրկյան։ Բայց գնալով, երբ որ շատ է իրան անում, ավելի թոքերից սկսում ավելի լայն անալ։ Դե հետո շունչ պահելու բաներ կա, տարբեր աստիճաններ կա։ Եթե մակերեսային է շունչը պահում։ Ինչքան ջրի տակ ես, այդքան ճնշումը ճնշողը։ ավելի բա իհարկե, իսկ մենք ջրի տակ ենք կպնում ենք հատակին, ասենք Ովքերով եք խաղում այդ խաղերը։ Ասենք խաղը, նես չի որ տղեկ այսօր չելենք շունչ պահելու բան, տենց չէ, տենց։ Չատ ունեինք ընդհանուր շունչ պահելու։ Այսօր ժամը 6-ի շունչ ենք պահում։ Եղել ենք լողանալուց բան, եկեք շունչ պահենք, բան դա ձև։ Ում հետ ես ավելի մտերիմ։ Մենք բոլորս մի ընտանիք ենք, բայց վիտամին 32-ից սկսած վիտամինի բոլոր, ասենք, ու միջև առեսօր նենց հաստացվել, որ ես ու Վաչեն ամենամտերիմն ենք եղել, բայց որ ինչից տենց ստացվեց, համ մեր ապրելակերպն էր նույնը, մեր երաժշտական նախասիրություններն էր նույնը, մեր ակտիվ ապրելու ոճն էր նույնը, ու դրա համար մենք ինչքան շրջագայեցինք, մերոնք արդեն գիտեն, որ իմն ու Վաչեի համարը մեկ պետք է լինի հյուրանոցում, ամենա, ասենք, քաղաքներով թափառելը բան ես ու Վաչեն, ասենք տղեկն էին, ակտիվ էին, բայց ասենք ես ու Վաչեն սիրում ենք ակումբային երաժշտություն, օրինակ մեր տղեկից մի քանիսը չէին սիրում, ասենք իրանց համար երաժշտություն չէր։ Հարսանիքներին չի եղել հետաքրքիր դեպքեր։ Հարսանիքներին դե միշտ բանը դե հարփածներ շատ են լինում, հարփածներ, թքով պաչողներ շատ են լինում, որ թքոտ գալիս են ճլып, ու դու ձև չունես, դու պետք է այդ ամեն ինչը սենց մեռնեմ, որտեվ ինքը լավ բաներ ասում քեզ, դու չես կարա իրան վատով պատասխանես, ինքը գալիս է ասում է քեզ ընքան մերսի, որ դու մեզ ուրախացրես, կարամ մի հատ քեզ պաչեմ, ասում իհարկե, ու ճլып, թուքը վրես, բան սենց, ասում ջան, ու բայց էդի վրես ես ինքը 2 ժամ շարունակում է խոսալ, ես սպասում եմ ինքը երբ պետք է ավարտի, որ սրբեմ, որովհետև իր դեմը ափսոս, ամոթ է, որ սրբեմ, մի աղբերը զզվեցիր, դա լինելու է, այտենց։ Իսկ կռիվների մեջ չես ընկել։ Մի անգամ չեմ ընկել, մի անգամ ուղղակի եկան բարեկամները շուտ տարան իրան։ Ուզում էր ընկել։ Ուզում էր հետդ կռվեր։ Չէ, ինքը եկավ տենց բանը, տենց հարփածի մեջ գիտեր թե տենց մենք իրա ծառան ենք, բան։ Եթե մենք մեզ գումար են տվել, մենք այդ հանդիսությունը վարում ենք, ուրեմն բանը նշան, բայց ախր ինքը առիթի տիրոջ հետ էլ կապ չուներ, ոչ թե միշտ են Աստված գիտի որերորդ սորտի բարեկամ դա հարամում։ Բարեկամը որ հարուստ է, ինքը դրանից լավ ազգում, այդ շողքի տակ եկել էր ուզում էր լավ զգար։ Ինչ էր ուզում անեիր։ Երկել էր տալիս։ Հրամայական ու չախպել մա տեսի արա, բան։ Ասում եմ մերրებ սրտի շատ լավ ասում, կարվի, դե դա տերում ես, որ ի վիճակի չի, վրեն ուժեղ գորած կհալի, ասենք, հարփած է, բան աղբեր հիմա, արա, որ էլի, որ արա ծավը տանեմ, մերրեմ ես քո կյանքին, արա, ուրախ եմ, որ ուրախ ես, երջանկություն ձեր բարեկամների, գնա, երորդով արդեն կողքից մարկարասցի, Արմիա դուրս էլի, մեկը մի անգամից են բարեկամը հետևից ես բռնեց, քաշեց, εμյուս եկավ, ասեց Արմուշ ջան, կներես։ Երկում եք հոգուտ ինձ։ Միշտ թող օգուտը լինի քեզ։ Շարունակում ենք։ Իհարկե։ Որքան արժե աշխարհի ամենաթանկ սուրճը։ Սուրճ խմում ես։ Չէ։ Թարգել եմ մի տարուց ավել է։ Ոնց եկար այդ որոշմանը։ Սիգարետի հետ։ Սիգարետն էլ ես թարգել, ընտիր։ Ոնց կարողացար, ինչ խորհուրդ կտաս մարդկանց։ Ուղղակի, գիտեք ինչ, դա ոչ թե խորհուրդ տալու է, դա գալիս է մի պահ, այդ պահը գալիս է բոլորի մոտ, երբ որ հոգնում են, երբ որ հասկանում են, երբ որ զզվում են, հասկանում ես, արդեն ինքը ոնց որ ասած ժամանակին խապկանք էր իր էֆեկտը, էֆեկտիվությունը, երբ որ արդեն գալիս է, որ հոգնում ես, զզվում ես, դու հասկանում ես, որ այն էֆեկտիվություն չի եղել, դա ուղղակի հիմարություն է եղել, հիմար սովորություն է եղել։ Ինչքան ես գրել։ $250,000 $4,000 Այդ ինչ թիվորմուշ։ Դե, եթե ամենաթանկի ու եթե ասենց ասեմ, սիգար կա, ավելի թանկ է, ժամացույց կա, ավելի թանկ է, ինչի կարա սուրճն էլ տենց է։ Ես մենակ գիտեմ, որ չգիտեմ որ երկրում, բայց մի կենթանի կա մկան նման, որը ուտում է սուրճի հասած հատիկներ, ու ես հիմա մի քիչ բանը, տենց տհաճ բան եմ ասում, բայց իր աղիներով անցած սուրճը ամենահամեղն է համարվում աշխարհում։ Էնպես որ լսենք ճիշտ պատասխանը։ Աշխարհի ամենաթանկ սուրճը
Black Ivory Coffee-ն է։ Պատրաստվում է Թայլանդում, փղերի միջոցով մարսված սուրճի հատիկներից, եւ դրա գինը հասնում է մինչև $1,500։ Դա դու մոտիկ ես, տես։ Փղերի։ Այո։ Հա, փղերը չէի իմացել։ 3-1 ապր։ Փղերը չէի իմացել, փաստորեն մենակ մկան նման կենթանին չի որ։ Դե մուկ բան Աղիներում համեղ սուրճ է մեկից ստեղծում։ վախում ա, չէ։ Երևի տենց ես էլի հիշում։ Մուկն ու փիղը կապել են։ Միշտ կնոջդ մասին այնքան ջերմ ես արտահայտվում տարբեր հարցազրույցների ժամանակ։ Երբևէ սուրճ տարել ես։ Մի շատ, սենց ասեմ, իմ էփած ավելի համով էր, քան թե իրա։ Դրա համար ինքը միշտ կյանքս կոֆեն ու կրավատ սուրճը դու ես չէ դնում, այ իհարկե ու ես գնում եմ։ Միշտ։ Բայց դե ինքն էլ, միշտ ինքն էլ կամ որ երեխեքին միշտ ուղարկում էր, ասում էր պապային ասեք սուրճը պատրաստ է, նոր ակողնու սենց էտում է սուրճի հետևից։ Արմուշ քո կյանքի ամենաարագ կայացրած որոշումը Լուսինեին ամուսնության առաջարկություն անելն է եղել, թե ավելի հապշտապ որոշում ես կայացրել։ Ասենց ասեմ, տվյալ պահին էլ է որոշում եղել ինչ որ գործողություն անելու, բայց ճակատագրական որոշում հապճեպ, այդ է եղել է Լուսոյին Արի, բայց պատմենք մեզ դիտողներին, որ դու արել ես դա ոդքի վրա 1-2 օր ծանոթությունից անմիջապես հետո, չէ՞։ Այո, ծանոթացել եմ, հենց ծանոթացել եմ, հենց այդ պահին սենց մոտս լույս ա վառը 2 օր 3 օր հետո ես օղակաձև այգով անցնում եմ, տեսա Լուսինեն նստած էր ընկերու հետ, Էմայի հետ, ողջունեցի, մոտիկացած, դե ոնց եք, լավ, ու մի անգամ ցած կամուստանաս հետ ես լույս։ Այսպիսի վճռականություն եմ ցանկանում տղաներին։ Բայց ասել դե այդ վաղ 32-ի վաղ էր, օպերա կլուբում է աշխատում, ասենց ամ հասկացանք հումորից, հումորի մարդ ես, հումորով ես, ասի հորս արև լուրջ եմ ասում, նոր հենց երդվեցի, նոր ինքս հենց խառնվեց, Հորս արև կամուստանաս հետ ես։ ասենց ամ, ոչ, օքեյ է, ու ես գնացած ես տեսնում ես։ Որն է ձեր ներդաշնակության ու երկարատև սիրո այդ պաթոսախեղտ հարցն եմ տալիս, բայց գաղտնիքը, որովհետև հետաքրքիր է իրոք։ Պաթոսախեղտ։ Այն մարդիկ, որ այն մարդիկ, ասենց ասեմ, Աստված է ուղարկում այդ մարդկանց, որ իրանք իրար պետք է հանդիպեն, ուրեմն պետք է հանդիպեն։ Եթե հանդիպելուց հետո իրար հետ չպետք է լինեն, ուրեմն չպետք է լինեն։ Դա կլինի 10 տարի հետո, 20 կամ 5 կամ մի ամիս հետո, որ իմ կյանքում շատ է եղել, ասենք, նույն հաջողության, որտեղ միջև Լուսինեն էլ սիրել եմ, սիրվել եմ, հետո իրար հետ չենք եղել, բաժանվել ենք, մի խոսքով։ Բոլորս միջև այդ ունեն մենք անհնար է յուրաքանչյուրս անցյալ չունենանք ու ասենց ասեմ երբ որ հետ եմ նայում ասում եթե ես 3 օր հետո ես լուրջ քայլ եմ արել 3 օր հետո ես իրան հետ արել ուրեմն հենց այդ է եղել այդ սերն է եղել որ ինձ Աստված ուղարկել է ու միջև այսօր իրար հետ անցնելով թե դժվարություններ հաղթահարելով միասին ուրախություններ կիսելով մենք էլ ավելի գնալով էլ ավելի ենք ամրանում, էլ ավելի ենք համոզվում, որ խոսքի ամեն անգամ համոզում ենք, որ մենք ճիշտ ընտրություն ենք արել երկուսով, շատ ճիշտ ու հետո ինքը շատ ուժեղ կին է, շատ հետի շատ դուր է գալի, շատ դուրեկան է հետի ու դրա համար հարգում ես, սկսում ես ավելի շատ հարգել, սիրում ես, բայց հարգում ես նոր ես սիրում էլի, որ ինչքան պատրաստակամ է, էլի, ասենք փոքր տարի, երիտասարդ տարիքից ես շատ քիչ կան տենց 24-23 տարեկան աղջիկներ, որ կարան այդ ժամանակվանից հաղթահարեն ու ոչ մի անգամ իրանց չկորցնեն, ոչ մի անգամ ու չթուլանան։ Իմ համար ֆենոմեն է, էլի, Լուսոյի այդ շատ ուժեղ լինել էլի։ Քեզնից էլ է ուժեղ։ Գիտեք ինչ, երեխեքի հարցում, հա։ Երեխեքի հարցում, երեխեքի առողջության, երեխեքի վնաս կրելու, երեխեքի մի խոսքով երեխեքի հարցում շատ ուժեղ է ինքը, որ խոսքի իրա վեճը չի։ Ինքը տեղում ինքը այդ լուծումը տալիս է։ Մի անգամից ես կարող եմ վայվ ու ես դնեմ։ Հա։ Ինքս հանգստացի։ Մեկ ասում եմ լսի ասում, երբեմն կանայք որ ամուսնանում են, տղամարդկանց մեջ սյուն են ման գալի, չէ՞։ Ասում եմ, բայց ես խոսում եմ, ասում եմ, բա երեխին մետ ընկա ոտը ճղեց, ինչա վիճակը, հետո ինչ որ մի քիչ խորն է, թող խոր լինի, ասում եմ նմանատիպ, ասենք կատիկը թռնել ինչ որ մի բան, ես որ, բաման մետե որ ինքս ես վեկալ մի անգամ մատը մտցում հանում ու երեխին քսում, արի միա չի խառնվում իրար, միացը, մամա ջան, տես բան չունի,
Շատ արագ հանգիստ անում եմ։ Բայց ընտանիքի ապագան Միացյալ Նահանգներում ես տեսնում։ Ասենց ասեմ, Քեզ այդ երեխաներից թեմայով քննադատում են, որ դե It's ինչպես okay. միշտ ասում են, որ երեխեքին տարավ որ չծառայեն։ It's okay, թող ասեն, դա ասում են այն մարդիկ, ովքեր կերազեն, որ իրանք հայտնվեին այնտեղ, իրանք երեխեքի ուսման հարցով զբաղվեին։ Ես նորմալ եմ նայում, դա իրանք մեղավոր չեն, այդ ասողները մեղավոր չեն, այդ ասողները, որտեվ գործ չունեն, աշխատանք չունեն, այդ ասողները պարապ են տունը, իրանք մի բանով պետք է զբաղվեն, այդ գործ չունենալու պատճառով էլ, երբ որ իրանց մոտ ինչ որ մի բան չի դասավորվում, չարանում են մարդիկ ու իրանց այդ ներվը թափում են ինչ որ մեկի մոտ ստացվածի մոտ, ինչ որ, բայց այդտեղ մենք մեղ չունենք, որ ինքը այդքանն է կարողացել ձեռք բերել իր ծնված օրվանից, ինքը ջանք չի խնայել, ինքը չի աշխատել իր վրա, ինքը ձգտում չի ունեցել, ինքը սահմանափակվել է եղածով, ինքը այդ բավարարվել է եղածով, ախպեր մի պաշկա սիգարետը սլնի, օրվա հացը լնի, ես այդ բան չեմ ուզում, ես չեմ ընդունում այդ գաղափարը, չեմ ընդունում այդ ապրելակերպը, ու տես մարդիկ շատ ունենք։ Իսկ Միացյալ Նահանգներում որ տարիքում ուզում ես եղի, որ տարիքում բարի բուն իմաստով դու հնարավորություն ունես սովորելու ու աշխատանք ունենալու, որ տարիքում ուզում ես եղի, բարի բուն իմաստով։ Հարևանուհիս 50 անցա, այս մի տարի սովորեց հաշվապահությունը։ Հեսա մեզ մեղադրելու են, որ արտագաղթ ենք քարոզում։ Չենք բանանում։ Ես նույնը ասում եմ, որ այստեղ անեն։ Եթե դու նստած ես ու ասում ես ախպեր իմ օրվա 5000 լինի, 10000 լինի, ինձ սենց է, ուրեմն վсё դու շատ ժամանակ ունես պարապ։ Որտեվ նույն մեքենայով դու կարող ես դուրս գաս կես ժամում, բախտդ բերի աշխատես այդ 10000-ը ու գնաս տուն, քշես տաքսին այդ 10000 ու գնաս տուն ամբողջ օրը ուղակի պարապ անցկացնես, սիգարետով պարկած կոֆեն, հայաթը բան, տղեկի այդ նարդին բան ու չզարգացնես քեզ, այդ մարդիկ parza որտեվ պարապ են կգրեն։ Այս հարցը վերջին հարցն է ու այլ ոչինչ չի փոխելու, բայց գոնե նվազագույն հաշվով կարող ես պարտվել։ Okay։ Գնացինք։ Թող ամենամեծ Որքան կարողություն ունի աշխարհի ամենահարուստ հումորիստը։ կարողություն։ Դու չես, չէ՞։ Չէ, իհարկե։ Բայց կուզեիր։ Չէ, պատկերացու գիտես ինչի, ոչ թե չունեմ դրա համար չեմ ուզում։ Այդ մեծ կարողություններ ունեցող մարդիկ հանգիստ չեն ապրում։ Իրանք միշտ գլուխը երբ որ դնում են բարձի տակ, իրանք միշտ վտանգ են սպասում։ Վտանգ, որ կարան հարձակվեն իրանց տան վրա, իրա վրա, կարան մի վատ բան անեն իրան, որ իր կարողությունից։ Սփոփանք է սա մեզ համար։ Չէ, սփոփանք չէ։ Ես կուզենայի գիտես ոնց։ Ինչքան կուզեիր որ Ես լիներ։ կուզեի ամիսը աշխատեի $50,000, շատ չէ։ Այդ ինչ թիվ ես գրում։ 10 միլիարդ։ 10 բիլիոն, այո։ 50։ Ես 10։ Էլի քիչ թվեր ա գրում։ Տես, Քիչ եմ որ գրել։ ասեցի, Շատ եմ գրել։ որ ասեցի 50,000, այստեղ էլ արտացում, դին թվերը նկատեցի, որ միշտ փոքր էր, միջին էր։ Թվային։ Դա գիտես ինչից է։ Ագահ չեմ։ Ես ագահ եմ, հա։ բայց հենց էտա։ Ես կհարստանամ, դու կտեսնես։ Տես ուզում ես հարստանալ։ Լսենք ճիշտ պատասխանը։ Աշխարհի ամենահարուստ հումորիստը Ջերի Սեյնֆելդն է, ում կարողությունը կազմում է 1.1 միլիարդ դոլար։ Ոստվոց իմ դելով։ Ինչն ես ամենաշատը կարոտում 32 վիտամին ժամանակահատվածից, որը էլ չես գտնում։ Ոչ թե էլ չեմ գտնում, ասենց ասեմ 32 վիտամինից այդ ինտուզիազմն եմ կարոտում, որ մենք 10 տարի գումարած իրար էլի այդ երկու պրոյեկտներ իրար հետ, մենք 10 տարի տենց էլ արձակուրդ ունեցանք, մենակ մի անգամ ենք արձակուրդ ունեցել եթերաշրջանի, երբ որ մենք պատրաստվում էինք Արամեն Պետրի տուրը Եվրոտեսիլյան, այդ ինտուզիազմն եմ կարոտել, որը ոչ թե չկա, այլ կուզենայի նորից էլի հավաքվենք, բայց ոչ թե ծրագիր անենք, այլ մի հատ համերգ անենք։ Ի տարբերություն Արամի, Գարիկի, Վաչեի, ես մի քիչ իրանցինից, իրանց համեմատ ես մի քիչ ավելի ազատոտ եմ, բայց Արամը, Գարիկը, Վաչեն էլ չասեմ, արդեն այս Օսկարից հետո շատ Շփվում է հետներդ Օսկարից հետո։ Ասենց ասեմ, ավելի շատ է շփվում։ Հա։ Ավելի շատ է շփվում։
ավելի շատ որտեվ այդ ուրախությունը, այդ երջանկությունը բոլորինս էր։ Դե որ ասում էին, դե այս ինչ ֆիլմ էր, հայկական արժեքների մասին չէր, վատ դերակատարում էր եւ այլն։ Ովքեր կերազեին լինեին Վաչեի տեղը, որ Հայաստանից միակ հայ տղեն է, որ Օսկարի բեմում կանգնած Օսկար ստացավ, ոչ թե հայ աշխարհարչակ հայերից այդ տարբեր տեղ, այլ հենց Հայաստանի հայից, հայաստանցի հայ միակն ու անկրկնելին էդի Վաչենն է, որ ստորագրություն թողեց ու էլի այն մարդիկ են էդի ասում, որ կերազեին անգամ այդ մարդկանց մեջ մտնեին, ուղղակի պրոստը բարևեին, այլ ոչ թե Օսկար ստանեն, այդ վատ կոմենտներ գրողը էլի ասում եմ, այդ մարդիկ են, ովքեր ձգտում չեն ունեցել կյանքում, երազանք չեն ունեցել, ուղղակի նախանձել են միշտ դիմացինի ձեռքբերումներով։ Իսկ որն է քո երազանքը, էդ էլ ասա ու Իմ երազանքը այնն է, որ իմ երեխաները մեծանան ընտանիքին եւ հայազգի պիտանի մարդ։ երազանքը տի կատար եւ ոչ Մերսի միայն բոլորիս։ բոլորին է, իսկ Արմուշի այդ թիվ թվաբանությունը այսպեսին էր, նվազագույն հաշվով պարտվեց, բայց դե համ երգել է, համ էլ դերել է, խաղացել, գոհենք, շնորհակալ ենք։ Ու այ շնորհակալ եմ շատ, լավ ձևաչափա, հաճելի է, թեթև է, ամենակարևորը, համ խաղ կա, համ զրույց կա, համ էլ հաճելի մարդիկ կան։ Փոխադարձաբար մերսի շատ, որ Ձեզ եկաք։ շնորհակալ։ Գործերին հաջողություն, գնացինք։ Գործերին բարի գալուստ։ Թիվ թվաբանություն, ճիշտը կռահելու հմտություն։